1000-րդ լուսաբացն է, 19 հայ Ադրբեջանի բանտում է։ 1000 օր։ Ահա թե որքան ժամանակ է, որ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են ադրբեջանական գերության մեջ։ 1000 օր է ընտանիքները սպասում են պատասխանների եւ իրենց հարազատների վերադարձին։ Քանի դեռ հայ գերիներն ապօրինաբար պահվում են Բաքվի զնդաններում, հարավային Կովկասում չի կարող լինել կայուն խաղաղություն, ամերիկյան կոնգրեսում են արձանագրում։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ կքննարկի կոնգրեսական Բրեթ Շերմանի առաջարկը, որով Միացյալ Նահանգների խորհրդարանականները Թրամփի վարչակազմից կպահանջեն վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդարված մյուս անձանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու համար։ Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ, պնդելով թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը հանցագործություն։ Բայց եկեք հստակեցնենք, այս մարդիկ մեղավոր են միայն նրանով, որ հավատացել են Արցախի բնիկ ժողովրդի արժանապատվության, ինքնավարության եւ ինքնորոշման իրավունքին։ Ամերիկացի կոնգրեսականը նաև նշում է, որ Ադրբեջանում, որն ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների ազատության միայն 6 բալանոց մակարդակ ունի հնարավոր 100-ից, նույնիսկ սեփական քաղաքացիները չեն կարող հույս դնել արդար դատավարության վրա։ Ուր կմնան հայերը, որոնց դեմ տասնամյակներ շարունակ Բաքվի իշխանությունները վարել են այլատյացության պետական քաղաքականություն։ Փետրվարին այսպես կոչված ռազմական դատարանը ՑՄ ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ արտգործնախարար Դավիթ Բաբայանին, որ իր առևանգումից ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիպել էր ինձ հետ իմ գրասենյակում։ Փոքրինչ ուշ ավելի քան 1 տարի մենախցում պահվելուց հետո 20 տարվա ազատազրկման դատապարտեցին նաեւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Իսկ Amnesty International-ում միանգամայն արդարացիորեն այս դատավճիռը անվանել են արդարադատության ծաղրանկար։ Շերմանի խոսքով ԱՄՆ վարչակազմը պետք է օգտագործի ունեցած բոլոր գործիքները Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հասնել, բայց իսկական եւ տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ յուրաքանչյուր հայ գերի եւ քաղբանտարկյալ չի ազատվել ադրբեջանական բանտերից եւ հնարավորություն չի ստացել վերադառնալու իր ընտանիքի մոտ։ Դեմոկրատ մեկ այլ կոնգրեսական էլ Ջիմ Կոստան ԱՄՆ օրենսդիրներին առաջարկում է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանին նահանգների կողմից տրվող բոլոր տեսակի ռազմական աջակցությունները, քանի դեռ Ալիևը ոչ միայն չի ազատել հայ գերիներին, այլև իր զորքերն ամբողջությամբ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս մարդկանց անուններն ու լուսանկարները Ադրբեջանի կողմից չպետք է օգտագործվեն որպես քաղաքական ճնշման լծակ։ Ընտանիքները չափազանց երկար են սպասում, ժամանակն է նրանց տուն վերադարձնելու։ Մենք կշարունակենք պայքարել միասին ոչ միայն գերիների ազատության, այլև Հայաստանի ինքնիշխանության եւ ապագայի պաշտպանության համար։ Արցախի ժողովրդին էլ չեն մոռանում ամերիկացի խորհրդարանականները, ավելին հենց այստեղ շեշտում են, նրանք մոռացված չեն, նրանց իրավունքները չեն անտեսվելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։